գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, բոսերը, լույսեր, բույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Ուրախ եմ, որ ազատության մեջ ես Ալեք։ Արփի սպասի ուր։ Ոչ մի արփի, հիմա կարևորը ես ու դու ենք, մենակ ես ու դու, ալիքի շատ եմ գորոտել։ Հիմա ինչ անեմ Տարոն Գևորգիչ։ Ինչ ասել եմ մենակ էդ, ամեն ինչ ճշտի ու կազմակերպի։ Քեզնից մենակ հասնում է կազմակերպելը։ Շատ լավ։ Մի արա Տարոն Ինչ եմ անում, թե եմ խմում ընդամենը, կներես որ չեմ հարցրել Քեզ հիմարի տեղ մի դիր Դու շատ լավ գիտես, թե ես ինչ նկատի ունեմ Չգիտեմ Տարոն ինչքան ես սենց շարունակելու Հասկանում ես, որ քո պատճառով անմեղ մարդը անազատության մեջ է Բայց ինչի իմ պատճառով Սար, ես իրան 1000 անգամ զգուշացրեցի, սկզբից ասացի արփից հեռու մնա, հետո նաև քեզնից, ինքը ինձ չլսեց, այսինքն ով է մեղավոր, մենակ ինքը Տարոն արդեն մի քանի օր է քեզ խնդրում եմ, համոզում եմ, որ վերջ դնես այս ամեն ինչին, որ Ալեքին բաց թողնեն Ես էլ մի քանի օր է քեզ ասում եմ, որ չի լինելու տենց բան Դու ինձ ուրիշ ելք չես թողնում Ուրեմն ես կգնամ ոստիկանություն ու կպատմեմ, որ քո մատը այս ամեն ինչի մեջ խառն է Մենք դրա մասին էլ ենք արդեն 1000 անգամ խոսել Ուրեմն չես հավատում, որ հենց տենց էլ կանեմ Այդ քո սպառնալիքները այստեղ չեն անցնում Ես լուրջ եմ խոսում Դե որ լուրջ ես խոսում, ուրեմն դու ոչ մի տեղ էլ չես գնա Այդ Ալեքը ոչ մի բան է քո կյանքում Ինքը այսօր կա, վաղը չկա Իսկ ես քո աղբերն եմ, քո միակ աղբերը Ու ոնց որ պապան է սիրում ասել, արյունը ջուր չի դառնում Տարոն դու ինձ լուրջ չես ընդունում Բայց այդ քո սխալն է Շատ իզուր գիտես, որ ինձ լուրջ չես ընդունում Դե, վերջին խոսքդ Տարոն Ես քեզ արդեն ամեն ինչ ասեցի Սար Մենք մի կողմ ենք, այդ Ալեքը մյուս կողմն է Լավ Դու դեռ կտեսնես, թե ես իմ կյանքը ոնց եմ ամբողջովին փոխելու
Ոնց կարա իր Ալեկ։ Հիմարի պես մտածում էի, որ ինձ սիրում ես։ Բայց այդ աղջիկը ոնց կարա իր։ Ով էր այդ աղջիկը։ Դու ինձ խաբել ես, ասում էիր Սառան ինքն է հորինել ամեն ինչ, բա սրան ինչ կասես։ Աչքերս են հորինել երևի այդ գրկախառնություններն ու համբույրները։ Ինչ հիմարն եմ ես։ Մա։ Ոչ մի բան։ Արեն, սա ոչ մի բան է։ Հալա մամա, ինչ տրագեդիա է սարքում։ Հող էր պետք, մոտս չկար ասի քեզնից վերցնեմ։ Արեն, վերցնես։ Սա վերցնել չի, սա գողություն է։ Ինձնից թաքուն մտել ես սենյակ ու փող ես գողանում, հասկանում ես դա ինչ է նշանակում։ Մամա, դու ամեն ինչ սխալ ես հասկանում։ Չէ, Արեն ջան, սա առաջին դեպքն է, որ ես ճիշտ եմ հասկանում։ Այ որ ասեիր այսքան ժամանակ ամեն ինչ սխալ եմ հասկացել, ես քեզ հետ համաձայն կլինեի։ Իբր ինչ ես խոսում։ Այն որ պապաս ճիշտ էր։ Հա, ես քեզ նստացրել եմ իմ գլխին։ Իսկ դու։ Ես ինչ։ 2 կոպեկի համար բիձու երգն ես երգում, մամա։ Արեն, դու գոնե հասկանում ես, որ իմ հետ սենց վարվելու իրավունք չունեիր։ Արեն, ես ամեն ինչ քո սրտով եմ արել։ Քո համար ես քեզ միշտ աջակցել եմ։ Հիմա էլ աջակցի։ Ի՞նչն է խնդիրը։ Դուր էստեղ։ Չէ, չեմ տալիս, մամա։ Ես փողը ինձ պետք է, կյանքի ու մահու հարց է։ Արեն, ինձ չի հետաքրքրում։ Ես էլ այդ հեքիաթներին չեմ հավատալու ու չեմ թողնելու, որ դու ինձ հիմարի տեղ դնես, դուր էստեղ։ Չէ, չեմ տալիս, մամա։ Դու չես հասկանում ինչ ես անում։ Էս իմ վերջը կլինի։ Դուր, Արեն։ Կփոշմանես այսօրվա համար, մամ։ Արեն։ Ալեք, էս ինչ պատմություն է, ինչ թմրանյութ։ Դու միշտ տենց բաներին դեմ ես եղել, հիմա ու ոնց կարեիր տենց բան անեիր։ Լիկա, դու հիմա իրոք կարծում ես, որ ես որևէ կերպ կապված եմ այդ պատմության հետ։ Դե ես էլ եմ այդ ասում, չեմ հավատում, բայց չեմ հասկանում ինչա կատարվում։ Ալի այդ կատարվելիքի մասին հիմա խոսելու փոխարեն դու ինձ ասա, ումից ես իմացել ես պատմության մասին։ Լևոնից։ Ուրիշումից պետք է իմանայի։ Պարզ է։ Ուղղակի չհասցրի ինչ-որ բան անեմ։ Ոնց են ազատել, մեղադրանքը հանել են։ Դե հիմա այդքան էլ էական չէ, հետո կխոսենք դրա մասին, լավ։ Կարևորը հիմա ազատության մեջ եմ ու քեզ հետ։ Չես պատկերացնի ոնց եմ քեզ կարոտել, չէի համբերում երբեմ գալու ու գրկելու։ Ես էլ քեզ եմ շատ կարոտել, Լիկա։ Մի խոսքով փողով լիքը ճամպրուկը վերցնում եմ, նստում եմ տաքսի ու արթնանում եմ։ Այ քեզ բա։ Տեսնես ինչ նշանակում է երազդ, հա։
Չգիտեմ, բայց տատս ասում էր փողը երազուն նեղություն է։ Արուս, փողը ինչ նեղություն։ Փողը մարդուն նեղությունից դուրս անելու միջոց է։ Տատիդ երազները մոռացի։ Ավելի լավ է մտածես, որ կամ փող ես գտնելու, կամ ինչ-որ մեկը քեզ փող է տալու։ Այ Գեգամ Խորենիչ ջան, էտով պետք է ինձ փող տա։ Ինչի՞։ Օրինակ ես հենց իմ աշխատավարձդ կտամ, որ երազդ կատարվի։ Գեգամ Խորենիչ, բայց իմ աշխատավարձին դեռ մի քանի օր կա։ Ոչինչ, ես այսօր կտամ, որ միշտ մտածես, որ երազում փողը վատ նշան չի։ Այս էլ իմ կողմից պարգև ավաչար։ Անշապ շնորհակալ եմ, Գեգամ Խորենիչ ջան։ Էնպես ես ասում շնորհակալ եմ, ոնց որ նվեր եմ տալիս, քո աշխատած փողն աղջիկ ջան։ Մեկա շնորհակալ եմ։ Դե, տեղավորի փողդ ճամպրուկիդ մեջ։ Ինձ համար մի դառը սուրճ պատրաստի, կլինի։ Հենց հիմա Գեգամ Խորենիչ։ Ապրես։ Սուպես հորելի եկել է։ Թե ասա ինչ ես առավոտից իրգուն գալի ես կոները, գնա լուրջ գողերին բր, ինչ ես ընգել հետևիցս, այ կիխտոտի մեկ։ Լեյտենանտ ջան, բարև։ Բարև ձեզ։ Ճանաչեցի Ռոզանը մի քանի օր առաջ եկել է իր մեր տուն երեխեքի հարցով։ Հա, հիշում եմ։ Այս քանի օր շուշուտ եմ քեզ տեսնում ես կողմերը։ Երեխեքի հարցով ես եկել։ Հա, տատի ջան, երեխեքի հարցով։ Բա ինչ կա, չեն երևացել։ Դե որ երևացածելն են, ես տեղ ինչ գործ ունեի։ Հա, էդ էլ ես ճիշտ ասում։ Իմ աչքով էլ չեն ընկել։ Էսի սուրտ է։ Այ տղա ջան, կմրսես։ Դու գնա, ես քո համար ունեմ։ Հենց երեխեքին ես կողմերում տնամ կզանգեմ կգաս։ Բա որ երեխեք ես կողմերում լինեն ու դու չտեսնես։ Չէ, կտեսնեմ։ Կտեսնեմ, կհամոզեմ, կտանեմ իմ տուն, քեզ կզանգեմ կգաս։ Դե լավ, որ ասում ես, ես մի քիչ ստեմ մանգամ ու գնամ։ Հա, տղա ջան, հանգիստ եղի։ Իմացի տեղակալդ աչքերը 4 սարած տարածքը հսկում է։ Եղավ։ Հա, տղա ջան։ Դե ես էլ գնամ։ Դու էլ տեղս գիտես որտեղ եմ մնում։ Հենց որ շատ մրսես, կգաս մի բաժակ երման ջուր կտամ, կխմես, կտաքանաս։ Եղավ, մերսի։ Ինչ ես ինձ ստիպում, որ ես քայլին գնամ տարո։ Ծալեքը։ Ես չեմ կարա թույլ տամ, որ ալիքը կալանքի տակ մնա։ Չանեմ։ Մի կողմից սիրածս տղան, մյուս կողմից աղբերս։ Ես հեսա կգժվեմ։ Ասա տարոն։ Վերջը ասածը տալեցիր, հա։ Ինչ եմ արել։ Գնացա իմ դեմ ցույցում, քեզ տվել։ Ճիշտ է ասա, Սառա։ Տարոն ես ոչ մի բան չեմ արել, բայց ես խոսալուտ համար հեսա կանեմ։ Հաստատ Սառա, դու չես դրան բաց թողնելու պատճառը։ Ոնց։ Ալեքին բաց են թողել։ Բայց ոնց տարոն։ Նայ Սառա աղջիկ, Աստված չանի, որ հանկարծ իմացել եմ դու ես դրա պատճառը։ Ալեք չեմ հավատում։ Ալո։ Արփի։ Արփի չի լիկանա։
Լիկանովը, ինչ գործ ունես Ալեքի հետ։ Ալեքը հիմա զբաղված է, եթե ուզում եք խոսեք հետը մի քիչ ուշ սաղեք։ Մի րոպե սպասի, դու ով ես, ինչ գործ ունի Ալեքի հեռախոսը քո մոտ։ Լիկանովը։ Լիկա։ Ինչ եք այտենց նայում։ Եկալեք։ Ամեն մեկդ մի կտոր հաց եկալեք։ Գնացեք։ Աշկիցը սերու, հունադեղ եք գնացեք ընդեք երեք։ Ինչ եք այտենց նայում։ Այսօր էլ ենք մենակ ես ուտելու։ Բա ինչ էիր ուզում աղջիկ ջան, խորոված։ Ախսանով չեն կշտանում։ Արդեն քանի օր մենակ հաց ենք ուտում։ Աղջիկ ջան, ես այդ հացը տալիս եմ, ոչ թե որ դու կշտանաս, այլ տալիս եմ որ սովից չսատկեք։ Դրա դեղը գնացեք։ Ռոզա, կոնե մի կտոր պանիր կտաս ուտենք։ Պանիրը որ տամ քեզ, բա ես ինչ ուտեմ։ Ինչ տվել եմ հերիքա։ Վեկալեք գնացեք, թե չկփոշմանեմ, էդ էլ ձեռներս հետ կվերցնեմ։ Այ երբ որ կգնաք կաշխատեք, փող կբերեք, այս ժամանակ էլ հացը պանիրով կուտեք։ Բա երբ ենք գնալ փող աշխատենք։ Երբ որ այդ անտեր շուն միլիցեն ընկնի ոտը ջարդի, այս կողմերը չերևա, այն վաղտել կգնաք կաշխատեք։ Հասկացաք։ Դե դավայ, գնացեք քան ես երմանչայի չեմ լցրել ձեր գլխներին։ Ում եմ ասում ֆռացեք։ Մինչև ես հացս շուտեմ շուր չգաք։ Ձեր հետ չեմ։ Արեն, էդ ինչ ես անում։ Ինչ ուզում եք անում եմ։ Հարցեր։ Բայց այդ փողը իմ պայուսակից էդ իմ աշխատավարձն է։ Ձենդ, ծպտունդ չլսեմ, թե չգլուխդ կջարդեմ։ Վիզդ կկտրեմ, լսեցիր։ Մեկի մոտ բերանդ բացել ես, վերջդ կտամ։ Ձենդ ասում եմ։ Դու ոչ մի բան չես տեսել, ոչ մի բան չես կորցրել, հասկացար։ Հա։ Դե նայ, մեկի մոտ բերանդ բացել ես, կկորցնեմ քեզ չեն գտնի, ու ես կատակ չեմ անում, փրթիկ կանեմ քեզ։
Հա, պապ։ Ոնց ես անում։ Լավ եմ։ Ինչի ես հարցնում, պապ։ Իրավունք չունեմ իմանամ ոնց է իմ աղջիկը։ Հա, իհարկե կարաս ուղակի զարմացա վերջերս հաճախ չես զանգում դրա համար։ Ճիշտ ես, ընդունում եմ սխալ ես։ Ուր ես արդեն տանն ես։ Չէ։ Ու եթե անկեղծ չէի ուզի հիմա տուն գնայի, պապ։ Տրամադրությունը դուրս չեկավ, բայց հիմա չեմ հարցնի պատճառը որն է։ Լավ, ուրեմն սենց կանենք։ Կգնանք միասին միտեղ կնստենք, կընտրենք ու համել կխոսենք։ Եթե իհարկե դու համաձայն ես։ Հա, իհարկե, ոնց կարամ չհամաձայնեմ, պապ։ Որտեղ ես հավատանը։ Լավ, ուրեմն այդ կողմերը մոտենալուց առաջ կզանգեմ քեզ։ Լավ, սիրունս։ Գետնով տալիս։ Տիկին Նազի պատահական է ստացվել։ Ես քեզ չհարցրեցի ոնց է ստացվել։ Հարու ջան, թանկո կրակ տալիս առնում եմ, դու ջարդ ու փշուր ես անում, հետո ասում ես պատահական ստացվեց։ Դու գոնե հաշվել ես, թե այս ընթացքում արդեն ինչքանի սպասք ես կոտրել։ Ես հենց հիմա կհավաքեմ, դուք մի բարկացեք։ Ես չեմ բարկանում։ Հետ էր մնում պակաս, քո պատճառով ես նյարդայնանամ։ Այ երբ որ աշխատավարձիդ օրը կգա ու այս ամեն ինչի գումարը աշխատավարձիցդ կպահեն, այդ ժամանակ դուք նյարդայնանաս։ Բայց գեղամխորենիչ։ Ոչ մի գեղամխորենիչ։ Այս անգամ քո սիրելի գեղամխորենիչը քեզ չի օգնելու, ոչ էլ քո պահապան հրեշտակները։ Երեք եղավ, բոլ եղավ։ Իմ գթասրտությունն էլ չափ ունի, չէ։ Տիկին Նազի, բայց ոչ մի բայց, Արուս, ոչ մի բայց, ես իմ ասելիքն ասեցի։ Աշխատավարձիցդ կպահեմ, ինձ թվում է այդ ժամանակ մի փոքր ավելի ուշադիր կլինես իմ ունեցածի հանդեպ։ Ջարդ փշուրաներով ման ես գալիս։ Ինչ բան է։ Ես ինչ գրակի մեջ եմ ընկել, Աստված, խնդրում եմ օգնի ինձ։ Հիմա մենք այնպեսի տեղ ենք գնում, որ ամենահամոտ ձուկն է պատրաստում։ Դե իհարկե ինձանից հետո էլի։ Հաստատ դու պատրաստում ես։ Նարեկ ջան, դու ինձ մի աշկոմին է, ես բազմակողմանի զարգացած սպա եմ։ Մի տեսակ ես չեմ պատկերացնում խոհանոցում։ Շատ իզուր, խոստանում եմ, մի օր կկազմակերպեմ, գրավիրեմ մեր տուն։ Քո աչքով կտեսնես, կհամոզվես։ Դե չեմ։ Ես արդեն գնում եք, հա։ Այո։ Ու ոնց որ լավ տրամադրություն ունեք, հա։ Դե հա, մայոր Սահականին ասում էի, որ հրավիրել եմ մեր տուն ձուկ պատրաստեմ։ Դրա համար տրամադրությունս բարձր է։ Շատ լավ բան ես մտածել։ Հա, ամեն օր մի բան կազմակերպելի եմ։ Ձեր երկուսի համար։ Դե, հա, բայց դու էլ կարաս միանաս։ Ու կարող ես հենց այսօր էլ միանալ։ Հաստատ ավելի հետաքրքիր կանցնի։ Չէ, այսօր ես էլ եմ պայմանավորված ընթրիքի եմ գնում։ Այնպես որ այսօր չի ստացվի։ Տեսար, ոնց աչքերը մի անգամից փայլեց։ Հա որ։ Հա։ Իսկ եթե գաղտնիք չի, այսօր ում հետ ես ընտրելու։ Աշխարհի ամենասիրուն աղջկա հետ։ Իսկ Նազոն տեղյակ է։ Չէ, Նազիկից թաքցնում եմ։ Դե լավ, գնանք, որովհետև չեմ սիրում, որ ուշանում եմ ու որ ինձ սպասում են։ Դե ինչ ասեմ, քեզ լավ ժամանց։ Բարի ժամանց, պարոն փոխգնդապետ։ Շնորհակալ եմ։
Էս էլ սուրճը։ Հա, թե ասա այսքան գործ ունեի, ինչի վեր կացա եկա ստեղ։ Դու ոչ թե պետք է ասես, թե ինչի համար ես հիմա ստեղ, այլ թե ինչի զորացրվելուց հետո չեկար ստեղ ու գնացի Լևոնի տուն։ Լիկա ջան, այդ շրջանում մի քիչ ծանր էր ընդհանուր։ Ոչ մեկի երեսը չէի ուզում տեսնել, այնց որ իմ համար այդքան էլ էական չէր, ստեղ կգայի թե Լյովենս տուն։ Իսկ իմ համար էական էր։ Դե ամեն դեպքում Լիկա ջան, Լյովը հիմա իմ օգնության կարիքը շատ ունի։ Ոնց որ ես իրան այն ժամանակ։ Բան չասեցի, թող Լևոնն էլ տեղափոխվեր։ Դե Լիկա ջան, ես սովորաբար մարդկանց վրա ճնշումներ չեմ կիրառում։ Դու սկի չես էլ առաջարկել, ինչ ճնշման մասին է խոսքը։ Այն ճնշման Լիկա ջան, որ հիմնականում գալիս է քո առաջարկներից հետո։ Լավ, որոշված է։ Եթե ես որոշեմ մնամ Հայաստանում, ես, դու, Լյովը իմ բնակարանում ենք ապրելու։ Լավ, համաձայն եմ։ Էդ ում զանգին ես սպասում։ Ոչ մեկի։ Հաստատ։ Լավ, չեմ ստիպի, երբ ուզես այդ ժամանակ կպատմես։ Այք ջան։ Լավ ես ախպերես։ Իմացա, որ ազատության մեջ ես, ասցի զանգեմ մինչև տեսնվենք։ Հա, լավ ես արա ախպերես։ Ես էլ ուզում եի քեզ հանդիպել այսօր հարմար, հա։ Չէ, Ալեք, փողգնդապետին ու արփին տեղ եմ տարել։ Հենց տարատուն պիտի գնամ Զորամաս։ Երևի վաղը կարողանանք տեսնվենք։ Հա, հասկացա։ Մի հատ բան կարամ խնդրեմ, Հայկ։ Ասա ախպերես։ Ախպերես, որ տանես տուն, կլինի զանգես ինձ։ Լավ ախպեր։ Լավ, Հայկ ջան, ապրես։ Արփի։ Հա, պապ։ Գիտես մոտս ինչ տպավորություն է, ոնց որ հարմար լռելու տեղ են գտել, եկել նստել ենք։ Ամենքս մեր մտքերով։ Հա, ճիշտ ես։ Կներես։ Չես ուզում ասել ինչ է եղել։ Իսկ դու։ Դու էլ քո նման չես, պապ, այսօր։ Ու մենակ այսօր չէ, այս վերջերս։ Հա, ճիշտ ես։ Ես վերջին շրջանում մի քիչ շատ են մտքերս ուրիշ տեղերում լինում, բայց այսօրվանից ամեն ինչ փոխվելու է։ Պապ, ոնց հասկանամ ինձ ինչա պետք։ Էգզուպերին փոքրիկ իշխանում ոնց էր գրել։ Ամենագլխավորը աչքով չես տեսնի։ Որովհետև միայն սիրտն է սրատես։ Եթե ամեն ինչ հակասական է, եթե ինքս էլ ինձ չեմ հասկանում ու չգիտեմ ինչ եմ ուզում։ Դադար վերցրու։ Այսինքն։ Ուղեղդ բոլոր մտքերից ազատի ու թող ամեն ինչ իր հունով գնա։ Այդ կօգնի։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ իմ աղջիկը բոլոր քայլերն ու որոշումները խղճի միջոցով է անում։ Իսկ այն որոշումները, որ կայացնում ես խղճի միջոցով, սխալվելու դեպքում դժվար թե լուրջ հետևանքներ լինեն։ Սիրում եմ, որ սենց խոսում ենք իրար հետ, պապ։ Քո հետ խոսալուց ինձ ամեն ինչ հնարավոր է թվում։ Ես միշտ լինելու եմ քո կողքին, օրս։ Միշտ։ Գիտեմ։ Դու որ իմ կողքին ես, ինձ միշտ ուժ ես տալիս։ Ինքնավստահություն, ապահովության զգացում։ Գիտես, իսկական օրհնություն է քո նման պապա ունենալը։ Սիրունս։ Մի բան չեմ կարողանում հասկանում։ Ես եմ շատ սոված, թե պատվերն են ուշացնում։
Դու ես շատ սոված։ Տենց էլ գիտեի։ Շոֆերը ազատության մեջ է։ Դրա հարցերը լուծել է պետք։ Հետ չի կարող Արփիի հետ լինի։ Արփիի հետ մենակ ես կարամ լինեմ։ Ու կլինեմ։ Սորփի։ Մտածում էի զինվորի տուն նկած կլինես, բայց փաստորեն այստեղ էլ չես։ Զանգեմ Դևոնին։ Բայց զանգեմ ինչ ասեմ։ Արդեն ես էլ չգիտեմ, ուր եք երկուսը տալեք։ Պետք է գնալ զինվորի տուն։ Պետք է գնամ այնտեղ աշխատեմ։ Որովհետև Ալեքը Արփին այնտեղ է, չէ՞, նկատել, ծանոթացել։ Ալեքը կտեսնի դե ես սիրում եմ զինվորներին, հոգ եմ տանում իրենց մասին ու վերջապես ինձ էլ կնկատի։ Բայց այսօր չէ։ Վաղվանից այսօր գլուխս արդեն պայթում։ Ես վստահ եմ, որ դուք նկատել եք, որ ես ձեր աղջկա հանդեպ անտարբեր չեմ։ Դե Հատարոն ջան, ես քո վերաբերմունքից հասկացել եմ, որ դու Արփիից հավանում ես։ Չեմ հավանում, Տիկին Նազի, սիրում եմ ու շատ եմ սիրում։ Դա էլ գիտեմ, որովհետև այդ սերը ես քո աչքերում եմ տեսնում։ Դե Արփի մասին խոսելիս ուրիշ ձև չի կարող լինի։ Ինքը շատ թանկ է իմ համար։ Իրականում Տարոն ջան, իմ աղջիկը արժանի է, որ դու իր մասին այդպես խոսես։ Ինքը մեր համար էլ է շատ թանկ։ Ինքը մեր տան ադամանն է։ Դե հա, գիտեմ ես այդքանը։ Ու այդ ադամանդը մենակ ես կարամ պահեմ, որ փայլը չխամրի։ Մի րոպե, ես ճիշտ հասկացա։ Հա, Տիկին Նազի, ինձ թվում է արդեն ժամանակն է, այլ ձգձգելու կարիք չկա։ Ժամանակն է, որ մեր հարաբերությունները ավելի պաշտոնական բնույթ կրի։ Այ Տարոն ջան, ես պատկերացնի ես հիմա ինչքան ուրախ եմ։ Դու գիտես, որ ես քեզ միշտ հավանել եմ։ Ու դու փեսացուի հենց այն տեսակն ես, որին ես կուզեմ տեսնել աղջկաս կողքին։ Ոնց որ մերոնք են լուրը դու ես հայտնում, ես հիմա նենց հուզված եմ, ամեն ինչ կխառնեմ իրար։ Բարի երեկո, ես սպասում որ հյուր կունենալ։ Հա, ու Տարոնը ուղղակի չի եկել, Մհեր ջան, կարևոր հայտարարություն ունի անելու։ Ու ինչ հայտարարության մասին է խոսքը։ Մայր հոպար, ես Արփին սիրում եմ ու եկել եմ ձեզնից թույլտվություն հարցնեմ, որպեսզի մեր հարաբերություններն ավելի պաշտոնական բնույթ կրեն։ Ես ուզում եմ Արփի հետ ամուսնանամ։ Երևի շփոթել եք, ես կոկտեյլ չեմ պատվիրել։ Հա, գիտեմ, սա հյուրասիրություն է։ Հյուրասիրություն։ Բայց ումից։ Մեր տնօրենի կողմից։ Հերիք Ալեք, ես այսօր իմ աչքով եմ տեսել։ Քերոջս։ Ես տեսել եմ ոնց ես։ Ինչ։ Տարոն ջան, այդքան մի նեղվի։ Դու Արփից լավ ես ճանաչում, ինքը սիրում ամեն ինչ բարդացնել։ Ես վստահ եմ, որ ինքը քեզնից բացի ոչ մեկին իր կողքին չի պատկերացնում։ Արա հո դու գիշերվա իրաց չես։ Ինչ ես դիվադաթարանում։ Ասի չեմ հիշում։ Համբերի հեսա նայում եմ։ Ասում համբերի հեսա նայում եմ, հա։ Ոյ, հորս ծալեր։